Սիրելի հեռուստադիտողներ, ողջույն, սկսում ենք Ստատուս Քվոն հեղինակային իմ հաղորդաշարը, այսօրվա իմ զրուցակիցը քաղաքագետ Անուշ Սեդրակյանն է, Անուշ, ողջունում եմ ձեզ։ Երևանում անցկացվեց Եվրանեստի նստաշրջաններից մեկը, որտեղ երկու այդպես իրար հակասող զուգահեռներ եղան։ Մեկը, որ որոշ падգամավորներ Եվրանեստի քննադատեցին Հայաստանի իշխանություններին, որոշները հակառակը ասացին, որ մեզ մոտ ֆանտաստիկ ժողովրդավարական զարգացումներ են, եւ նաեւ եղավ մի փաստաթուղթ, որը կոչ էր անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Արցախահայության վերադառնալու իրավունքը, եւ ՔՊ-ի ներկայացուցիչները դեմ քվեարկեցին, եւ մի հատ էլ ուրիշ փաստաթուղթ, որը քննադատում է Ռուսաստանին, դեմ քվեարկեցին ընդդիմության։ Այսպես մի հատ անհասկանալի, այսպես ծուր հալիների թագավորություն ենք ապրում, այսինքն ամեն ինչ այսպես խառնվել է եւ զուգահեռ են, որը նույն տեղում, նույն վայրում։ Բայց ինձ հետաքրքրում է ավելի շատ այդ ժողովրդավարության վերաբերող հարցը եւ ՔՊ-ի վերաբերմունքը Արցախահայությանը։ Ինչ կասեք։ Ես կասեմ հետեւյալը, որ եթե մենք գնանք ժողովրդավարության դասական ստանդարտներով, ընդ որում լինի դա Եվրոպան, լինեն դա Միացյալ Նահանգները, ցանկացած երկիր, Հայաստանում կիրառված ոչ մի երկակի ստանդարտ իրենց երկրում չեն հանդուրժի։ Այսինքն չեն հանդուրժի, որ յուրաքանչյուր քաղաքական հակառակորդի, քաղաքական պաշտոն զբաղեցնող, դուք գիտեք, Գեորգ ջան, ինչ աստիճանի այդ մարդիկ իմ աչքի լույսը չեն։ Ասենք հաստատապես ես չեմ կարող լինել Վարդան Ղուկասյանի պաշտպանը, հա, որովհետև մենք մենտալ եւ գործնական լրիվ տարբեր դաշտերում ենք գտնվում։ Զուտ փաստը, հավատացնում եմ ձեզ, եթե այդ պաշտոնի լիներ մեկ այլ ընդդիմադիր ցանկացած տեղից, միևնույն է, կատարվում է ժողովրդավարական նորմերի լուրջ խախտում։ Կոպտագույն է։ Իհարկե, երբ որ մարդուն ոչ ծանուցում են, ոչ կանչում են, մի անգամ ծանուցել են խելոք եկել է, բայց չէ, անպայման պետք է կատարել այդ շոուն, մարդուն այսպես գետնին փռելով, դա շատ տարածված է Նիկոլ Փաշինյանի իշխանության պրակտիկայում, եւ այդ մարդուն բերման ենթարկել, որպիսի բոլոր մնացած մյուս հակառակորդները վախենան։ Նույն ձևով մարդու անձնական կյանքի մեջ մտնելու, նրա մասին նյութեր հրապարակելու, անձնական բնույթի։ Ես ձեզ մի բան ասեմ, շատ հետաքրքիր է, եկեղեցին եւ պետությունը անջատված է։ Եվ բազմիցս մենք ասել ենք, որ եկեղեցին չպետք է խառնվի պետության գործերին, բայց կներեք, հակառակ պայմանն է աշխատում, պետությունը իրավունք չունի խառնվելու եկեղեցու գործերին։ Դրանք երկու տարբեր ինստիտուտներ են, դրանք պետական եւ կրոնական տարբեր ոլորտներ են, ընդ որում կրոնական ոլորտում լինելը եւ կայանալը բացարձակ կամավոր սկզբունք է, նույն դեմոկրատիայի ժողովրդավարության սկզբունքը խղճի եւ դավանանքի ազատությունն է քարոզում։ Եվ խղճի եւ դավանանքի ազատության մեջ այդպես ցեխոտ կոշիկներով մտնելը եւ ասել էս մեկը որոշել կուսակրոն է թե կուսակրոն չի, ուրեմն գիտեք հնարավոր է եւ միշտ կաթոլիկ եկեղեցին, ասենք, դուք հիշում եք այդ սկանդալը, որ պայթեց կաթոլիկ եկեղեցու, որը չխանգարեց իդեպ Նիկոլ Փաշինյանին գնալ, պապի մոտ, ամենայն հարգանքով մասնակցել պատարագին։ Ես չգիտեմ ինչու նա այնտեղ չասաց, որ իսկ ինչու կաթոլիկ վանականները այդպիսի սեքս սկանդալների մասնակից են։ Դա էլ է կրկնակի ստանդարտ, չէ՞։ Այնուամենայնիվ, երբ որ պայթեց, այդ հարցերով զբաղվում էր միմիայն եկեղեցին։ Այո, միմիայն Սեքս սկանդալը շատ ավելի կարևոր է, քան երբ որ ինչ-որ մեկը որդի չունի եւ որդի ունի, ամուսնացած է թե ոչ։ Ես երբևէ չեմ հիշում ամբողջ քրիստոնեական դավանաբանության հիմքում երբևէ ինչ-որ մեկը եկեղեցական սպասավորին մեղադրել թեկուզ եւ թաքուն ինչ-որ մի կնոջ հետ կապ ունենալու մեջ։ Ես նման բան չեմ հիշում։ Այ մանկապղծությունը դա լուրջ խնդիր է, իսկապես լուրջ խնդիր է եւ դա քրեական Իմ կներեք անջ, բայց հիմա կարծեք ինձ դրանել են տանում, ուզում են ինչ-որ փաստեր գտնել իբր։ Ինձ թվում է լավ կլինի չփնտրեն, որտեղ կարող է շատ ուրիշ տեղում գտնեն այդ փաստերը։ Հասկանում եք, Գեորգ ջան, ասում է, главное в ходе расследования не выйти на самого себя։ Հիմա իսկականից չի բացառվում, որ այդ փաստերը գտնեն լրիվ ուրիշ տեղում եւ այնպես չի, որ գաղտնալսման ինստիտուտը աշխատում է, իհարկե բոլոր լծակները ԿՊ-ի ձեռքին են, բայց ոչ միայն եւ գաղտնալսման, գաղտնատեսման, նկարահանման այդ ինստիտուտը իրենք են ներդրել, իսկ երբ արդեն իրենք սկսում են դա կիրառել, գնում է ակննդական ատամննդատաման սկզբունքը, որովհետեւ բանը մարդու անձնական կյանքը իսկապես ժողովրդավարության համար սրբազան է։ Խոսքի իրավունքը ժողովրդավարության համար
սրբազանը ընդդիմադիր լինելու, ընդդիմություն լինելու, ընդդիմադիր հայացքներ արտահայտելու իրավունքը կրկին ժողովրդավարության հիմնարար սկզբունքներից է։ Եվ իհարկե, բազմաթիվ են ֆեյքերը, որոնք գալիս են, լցնում են այդ վիրտուալ տարածքը եւ ամեն մեկը իր հերթին գոռում է բադուկ, դա կոչվում է, դա հատուկ երևույթ կա, what about, դա կոչվում է whataboutism, հա, դա հատուկ տերմին է, երբ որ ասենք դու ասում ես այս պահին դու ընդունենք գողանում ես իմ պայուսակի 2000 դրամը եւ նա ասում է բա որ քո պապիկը ասենք եղել է բանի գրոյի գեներալ, որ իսկապես ճիշտ է, իմ պապիկը եղել է գրոյի գեներալ, բանը, հա, դա այսինքն մեկը մեկի հետ ընդհանրապես կապ չունի, մանավանդ պապիկս մահացել է, երբ որ 3 տարեկան է։ Դրա համար այդ whataboutism-ը իսկապես հիմա հզոր աշխատում է մանիպուլյացիոն դաշտում ու մանավանդ ասեմ որտեղ է աշխատում։ Եթե ինչ որ մեկը հանկարծ դեմ արտահայտում ԿՊԻ-ից ներկայի քաղաքականություն ասում են ուրեմն դու պուտինասեր ես եւ ռուսամետ կամ պուտինյան եւ ռուսական եկեղեցին կամ բան ռուսական եւ բան եկեղեցին այդ բոլոր մարդիկ խորագույնս տգետ են։ Բայց դա ինդուլգենցիա է դարձել ընդհանրապես նաեւ Եվրոպայում կարծեք ռուսաֆոբիան սկսել են շփոթել արևմտյան արժեքներ դավանելու հետ։ Դե հենց այդ ամբողջը ինձ միշտ ամբողջ կյանքում դուք հիշում եք Գևորգ ջան ամբողջ կյանքում նույնիսկ հիմիկվա չարաբաստիկ արևմտամետները հա օրինակ ասենք Արամ Զավենի Սարգսյանը որ պարբերաբար խիստ հակառուսական ճառեր արտասանում այն ժամանակ երբ ես ազատ դեմոկրատների փոխնախագահն էի պարբերաբար անձնական զրույցներում եւ նաեւ հրապարակային ասում էր որ չի կարելի այդքան ռուսոֆոբ լինել եւ ինձ ծայրահեղականության մեջ միշտ մեղադրում էին ես իմ քաղաքական գծի հավատամքի դավանանքի եւ խոսքի մեջ մի նշույլ անգամ չեմ փոխել միտեղ իսկ իրանք փոխել են իրանք ասում են 20-ից հետո շատ բան է փոխվել բայց ես միշտ ասեմ որ նախ էս իշխանությունը ամենառուսամետն է իհարկե արևմտյան թևի ոչ Հայաստանում այլ դրսում աչքերը չռում են թռում են ճակատներին բայց իրականությունը դա է ասում են տեսեք Սանդուն տեսեք Հայաստանը պայքարում է Ռուսաստանի ասում փաստեր որտեղ պայքար կա դրա ես մի հատ փաստ ասեմ ասենք դուք գիտեք որ ասում եմ մուրճն էլ այրան ձեռքի մանգաղն էլ եւ այդ իսկապես շատ սիմվոլիկ է հա մուրճն ու մանգաղը սովետական միության մուրճն ու մանգաղը իրան ձեռքն է եւ հիմա նայեք ինչ հետաքրքիր բան կա ամբողջ ռուսական ընդդիմադիր դաշտը երկարաժամկետ 7 օր շարունակ գտնվում էր ֆլեշմոբի մեջ իդեպ ես եմ մասնակցել այդ ֆլեշմոբի բանը пусть танцуют лебеди Պուս տանցույթ լեբիդի ֆլեշմոբը հետևյալ բովանդակային կազմ ուներ մի ռուս աղջիկ Նաուկո եւ այդ անսամբլը դուրս են եկել փողոց եւ ասում են от кого же появились грёбаные нелюбиди я хочу услышать этот бам не знаю что там время или пусть танцуют лебеди դու գիտեք որ լեբիդիների ոզերոն միշտ ցուցադրում են երբ որ մահանում է տվյալ երկրի ղեկավարը դա հսկայական ֆլեշմոբ էր այսինքն ամբողջ ռուսական տարածքում եւ ես սպասում էի ես անդադ մտնում էի so-called արևմտամետ ընդդիմադիրների էջերը։ Այստեղ։ Այո, այստեղ։ Եվ նաև կառավարական այսպես սուպեր արևմտամետ իշխանավորների էջերը։ Ասում էի լավ, այնուամենայնիվ սա բացահայտ արևմտամետ դիրքորոշում է, արևմուտքը դրա մասին արտահայտվել է տարբեր հարթակներում, որ դա քաղաքական բանտարկյալ է, բան դուք բարի եղեք նրանց դուրս հանեք, չէ՞, բան։ Այդ պերֆորմանսի համար չի կարելի մարդ ձերբակալել։ Այստեղ մի ծպուտ չկա, երկու պատճառ կա։ Նախ մենք քաղաքական պերֆորմանսի համար մարդ ունենք ձերբակալված, Նարեկ Մալյանը, եթե հիշում եք, հա։ Այո, Չաուշեսկու։ Իսկ երկրորդ ես հասկանում եմ, որ նրանք արևմտյան ծիրի մեջ չեն, որովհետև արևմտյան ծիրը ենթադրում է նաև ռուսական եւ ցանկացած պրոտեստային խմբի պաշտպանություն եւ ընդդիմության աջակցություն։ Մյուս հարցը Գևորգ, այնպիսի տպավորություն է, որ Ուկրաինայում ոչինչ չի կատարվում։ Ես կարող եմ ասել, թե ինչու են լռում ռուսամետ կայքերը, ասենք իրենց համար դա էական չի, դա իրենց համար առաջնային խնդիր չի։ Բայց ժողովուրդ, եթե դուք այսպես արևմտամետ եք, եւ եթե անգամ իշխանությունը ընդունենք, ինչ որ դիվանագիտական պատճառներով չի ուզում Ուկրաինայի անունը տալ, բա դուք գիտեք ինչու չեն տալիս Որտեղ նախ արևմտամետ չեն, երկրորդ Հանձին Զելենսկու նրանք ունեն նախագահ, որը չի հանձնվել։
Իսկ այստեղ այնպես է գնում պարտության քարոզը, որ իրենք չեն ուզենա, որտեղ 1-2 ուղեղ, մի երկու, ասենք, լիովին չափականված ուղեղ կարող է հարցեր տա, բայց ո՞նց է եղել, որ Զելենսկին կարողանում է այնուամենայնիվ իր դիմադրությունը ապահովել, իսկ հայկական տարբերակով դա չի լինում։ Գիտեք ինչի, որովհետև Կոմինտերնը ոչ ոք չի հիշում, ես էլ չեմ հիշում, ես այդքան ինչ եմ, բայց Կոմինտերնը դա գիտեք, համաշխարհային կոմունիստական ինտերնացիոնալն էր, որտեղ մարդիկ տանջվում, տոգորվում էին հանուն կոմունիստական հաղթանակի ողջ աշխարհում։ Եվ Կոմինտերնը պարբերաբար գումարվում է Ռուսաստանում, մինչև կոմունիստները ասեցին՝ դուք կոմունիստ չեք, դուք բոլշևիկ եք, որովհետև այո, որովհետև կոմունիզմը բոլշևիկ են։ Այո, հիմա այստեղ ժողովրդավարություն եւ արևմտամետություն չկա։ Լավ, անշուշտ հարցեր ունեմ։ Եկեք մի քանի հարցեր։ Նախ դուք եթե այստեղ չկա ժողովրդավարություն, ապա ինչպես է ստացվում, որ արևմուտքը, որի product-ն է ժողովրդավարությունը, մենք էլ ենք մաս եղել այդ մշակույթի եւ ստեղծել ենք նաեւ նման, եթե հիշենք միջնադարում անգամ ունեցել ենք ոսկի դար ենք ունեցել, այո անգամ ընտրելու իրավունքի հետ կապված կանանց մասնակցություն եւ այլն։ Կանանց դերը Հայաստանում։ Արևմուտքը ձայն չի հանում։ Կարծեք ոչինչ տեղի չի ունենում։ Հասկանալի է, որ շատ հակասական են այս բոլոր մարդիկ իրենց վարքագծով, իրենց կապերով, հասկանալի է, նույն Սամվել Կարապետյանը, Վարդան Ղուկասյանը, բոլորը։ Բայց կարծեք այդ մարդիկ մարդ չեն եւ իրենք իրավունք չունեն։ Այդ մեկ, երկրորդ հարցը Ինչպես է ստացվում, որ այստեղ արևմտամետ իրենց հորջորջող անձինք, որոնց մենք շատ լավ գիտենք, ուրախանում են, հրճվում են ակնհայտորեն, ակնհայտ կագեբեական շանտաժների գործիքակազմի օգտագործման փաստով ենթադրենք մարդու անձնական կյանքը մտնելով, վարկա բեկելով, փնովելով, ուղղակի կեղտը լցնելով, այդ ամեն ինչը օքեյ է, որովհետև եկեղեցին Ռուսաստանի ազդեցության տակ է, որովհետև նա կաթողիկոս չէ, նա, չգիտեմ, միութենական բանի կողմնակից է, հետևաբար ուրեմն այս ամեն ինչը նույնիսկ քիչ է։ Ինչպես հասկանալ։ Նախ Սամվել Կարապետյան, Վարդան Ղուկասյան եւ ինչու է արևմուտքը այդպես մռացության մատնում։ Մենք ունենք 10 քանի ավել հոգեվորականներ բանտում ուղղակի ձերբակալված։ Եվ ռուսական գործոնը այստեղ իհարկե աշխատում է, բայց ոչ այնքան, որովհետեւ երբ որ հասնում է Տրամպի եւ Պուտինի ջեր մեռախոսազրույցներին, չգիտես ինչի հակառուսականության գործոնը կոնկրետ Ամերիկայի նախագահի համար չի աշխատում։ Չէ, այստեղ ուրիշ է։ Կամ նույն Նիկոլ Փաշինյանը։ Հա, չէ, այստեղ, հա, դե ոնց։ Այն տղան, չէ։ Այն տղան։ Այդ մարդու անունը չեն տալիս։ Գումեք այդ անունը ոնց որ մի տեսակ սև բան լինի, սև, չէ, ոնց են ասում, նոն գրատա վիճակ լինի, որտեղ որ գնում արևմուտք, մեկ ասում է այն տղան, մեկը նույնիսկ ասում է իմ ընկերը, կացամատորը, մեկը ասում է մխիթանքը, իրականում լավ էլ ընդունում են, լավ էլ տեղ են տալիս։ Այստեղ մի հատ ուրիշ խնդիր կա, որտեղ Սամվել Կարապետյանը եւ Վարդան Ղուկասյանը ակներևաբար բանի լավ աշխատող ԿՊ-ական ռոպագանդայի, որտեղ ինչ նրանք, ինչպես բոլշևիկները, նրանք տիրապետում են, նրանք չեն տիրապետում ժողովրդին հաց տալու, նրանք չեն տիրապետում ժողովրդին ապահովություն տալու, այսինքն չեն էլ ուզում ու չեն էլ տիրապետում։ Նրանք չեն տիրապետում ժողովրդին արդարություն տալու լծակներին, բայց ժողովրդին սուտ մատակարար արելու իրավունքին, բանին, տեխնիկային իրանք կատարելապես են տիրապետում։ Եվ հիմա Սամվել Կարապետյանը, Վարդան Ղուկասյանը ներկայացվում են իբրև պատերազմի կուսակցության ներկայացուցիչներ, մինչդեռ Նիկոլը խաղաղության ներկայացուցիչ է, եւ քանի որ արևմուտքը արդեն հոգնել է, այո, բոլոր հնարավոր պատերազմներից, եմ ասում գլուխը քաշվում է, որտեղ հերթական օջախ պատերազմական Էներ հիմա Կովկասյան իրենց համար անհետաքրքիր ֆրոնտում, իրենց հետաքրքիր չի։ Ինչ վերաբերվում է եկեղեցին եւ այլն։ Ինձ թվում է շուտով կսկսեմ ես այդ ոդկասթները անդադ հետաձգում եմ, բայց բոլոր ռադիկալ, բոլշևիկյան, նացիստական, տեսեք, բոլշևիզմը, նացիզմը, լիբերալ ֆաշիզմը, ուլտրաֆաշիզմը եւ ուլտրակոնսերվատիզմը, այդ չորսը, բայց ուլտրակոնսերվատիզմը հիմա լրիվ հետականգնել չկա ուլտրակոնսերվատիզմ, դառել է լրիվ մոդերիտ, այսինքն մենք ուլտրակոնսերվատոր չունենք դաշտում։ Հայաստանում նկատում եք։ Չէ, համաշխարհային դաշտում էլ չկա։ Նկատում եք լրիվ աչեր, լրիվ աչեր են, սովորական աչեր են եւ չկա ոչ մի ռադիկալ աչ։
Դաշտում չկա։ Բայց ուլտրաաչեր չկան ֆաշիստական։ Ոչ մի բան ռադիկալ, էս ասեմ։ Եվրոպային թողնենք, Եվրոպային թողնենք, հա։ Տեսեք, այդ հոսանքները, ռադիկալ հոսանքները, ռադիկալ կործանարար հոսանքները, որովհետև սկսած Ռոբեսպիերից։ Եկեք ֆրանսիական բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն գնանք։ Չէ, գնում ենք։ Եկեք մեր այսօրվա։ Նայեք, բա ասում են բոլշևիկներ են եւ տամպլիերներ։ Չէ, ինչի են այսօրվա Եվրամիության ներկայացուցիչները գովերքում այս իշխանությանը տամպլիերներն թողնենք հանգիստ։ Չէ, ինչի են հանդուրժում, ինչի են աչք փակում։ Չէ, հիմա սկզբում ՄԿՊ-ին դառնանք, հետո կանցնենք։ Այդքան ժամանակի խնդիր ունենք, այդ բոլորին անդրադառնալու։ Իրենք թիրախավորում են բաներին, մտավորականությանը, մենք էլ ենք թիրախում։ Իրենք բանը միշտ ֆաշիզմը ներառյալ թիրախավորում են բաներին, կրոնավորներին, Լենին, Ստալին, ձեզ օրինակ, եւ իրենք թիրախավորում են այն բոլոր մարդկանց, ովքեր ազնվակիրթ արյուն ունեն, Հայաստանում դա փոխվում է նրանցով, ովքեր փող ունեն։ Չէ, բոլորի մեծ կեսին ասում են ռուսական դաշտից են, կեսին ասում են կրոնապետություն պիտի չլինի։ Ինչի դրանով հրճվում, մի պարզ պատճառով, որ ասում եմ, քանի որ արևմուտքի վերին էշելոններին ձեռնտու է այսպես կոչված խաղաղության պայմանագրերը, իսկ դա խաղաղություն չի, որ Լենինի մասին մի հատ փայլուն ամերիկյան հոդված կա, որտեղ միած ընտիր նախադասություն կա, պետք է ասեմ. Bolsheviks are not pacifist, they are defeatists. Հասկանում եք, այսինքն դրանք խաղաղասերներ չեն, դրանք պարտվողականներ են, եւ դա Լենինի մասին ասել, կարող եմ ով որ գա ասի որտեղ է, ուղիղ հղումով, գիտական գործով ցույց կտամ։ Այսինքն այդ մարդիկ իրենց ներքին գաղափարական կամ ոչ գաղափարական, անձնական, մորթապաշտական իսկ այս դեպքում ամեն ինչի համար, հաջող։ Այսինքն մարդը գայս Հայաստանում ասում է ժողովրդավարությունը աճ է գրանցում։ Լիքը մարդիկ ասում են որ մեզ մոտ ժողովրդավարական աճ է։ Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարական գործընթացները պիտի ամեն գնով աջակցել, որովհետև 26 թվականին Ռուսաստանը ամեն ինչ անելու է, որպեսզի այդ ժողովրդավարական գործընթացները կասեցվեն։ Ես կասեմ հետևյալը, որ Ռուսաստանը ոչինչ չի անելու, որովհետև չի եղել Հայաստանի ժողովրդի հայկական պատմության մեջ մի որևէ դրվագ, որ հենց որ Հայաստանի համար մի հատ լույս բացվեր, ռուս-թուրքական դաշինքը չաշխատեր միասին համատեղ ուժերով եւ այդ տեսլականը չտապալեր։ Այսինքն Ռուսաստանը աջակցելու է Փաշինյանին, որ նա վերընտրվի։ Միանշանակ, համենայնպես չի խանգարելու եւ ողջ ընդդիմությունն ինչ է կարծում, այս ողջ ընդդիմությունը իր բոլոր ֆինանսական, մարդկային եւ այլ ռեսուրսներով չէր կարող թեկուզ ցանկացած հավաքի ժամանակ այդ հավաքը խորացնել, բայց այդ ընդդիմությունը սովորագործել Մոսկվայի դաբրոյով եւ նա այդ դաբրոն չունի բացահայտը, որտեղ եթե ինքը այդ դաբրոն ունենար, հիմա ոչ Սամվել Կարապետյանը նստած կներ, ոչ էլ Վարդան։ Լավ, այսինքն ուզում ենք հիմա ֆիքսենք, որ Փաշինյանի կառավարությունը ավելի հաճո է ռուսների համար, քան այսպես կոչված ընդդիմությունը։ Այո, միանշանակ, որտեղ այսպես կոչված պրոռուսական ակտիվ խումբը նաև ունի որոշակի առանձնահատկություն։ Նայեք, հնարավոր է արդյոք կազմակերպել, ընդունենք, չգիտեմ, Սամվել Կարապետյանի օրոք հայկական կաթողիկոսի, որը իդեպ ձեռնտու չի Ռուսաստանի։ Հիմա ներկայիս պահին հայկական կաթողիկոսը ձեռնտու չի Ռուսաստանի, որովհետև որպես կոնֆեսիա շատ անկախ է։ Իսկ իրենք խնդիր ունեն եւ իրենք կողմ են որ Գարեգինին հանեն, որովհետեւ իրենց պետքա շատ ավելի կախված կոնֆեսիա։ Եվ դրա համար ռուսները, այո, իհարկե, ռուսները մեծապես աջակցում են այս տեղափոխությանը եւ մենք հասկանում ենք, որ ցանկացած շարժում կարող է շատ ավելի ակտիվ լինել, եթե Ռուսաստանը իրապես աջակցեր։ Ես կարող եմ միայն մի բան ասել. Նիկոլ Փաշինյանը ամենաամուրը հենվում է ոչ թե ժողովրդի եւ ոչ թե Եվրոպայի վրա, բան Նիկոլ Փաշինյանը ամենաամուրը հենված է միայն հիմա մեր օֆիցիալ ընդդիմության կատարյալ գործողությունների իմիտացիայի վրա, որտեղ ես սա այլ կերպ քան գործողությունների իմիտացիա չեմ կարող անվանել։ Սա գործողությունների իմիտացիա։ Լավ, ոնց է շղթան պայթեսնենք եւ նաեւ այսօր համարում եք որ կան ամեն դեպքում արևմտամետներ, որոնք իրական են, որոնք արժեքային են եւ որոնք նաեւ լուսանցքային մարգինալացված, այո։ Իսկ ո՞մ մասամբ դուք եք մարգինալացված, լիքը մարդիկ կան, որ մարգինալ։ Բոլորից էլ մարգինալ, այսինքն կամ կերպարն են ոչնչացնում, կամ սահմանափակում են, կամ ենթադրենք մեկին դա համալսարանից են հանում, մեկի հաղորդումն են փակում, մեկի ենթադրենք հիմա այլ ձև կա, ոմանք չգիտեն, դե Երևան բավական շատ միջոցառումներ են անցկացում։
Եվ ինչ են ամոքի չեն հրավիրում այլ։ Չեն հրավիրում։ Պարզապես սկսել են չհրավիրել այնպիսի մարզին կա սև ցուցակ, ինչպեսի որ մենք դժգոհում ենք։ Թմեկը ունի, չէ՞ սև ցուցակ մինչև օրս։ Ինձ նույնիսկ դեսպանատներին չեն հրավիրում, որովհետև դեսպանատներին չեն հրավիրում, որովհետև դեսպանների հետ առանձին աշխատել են։ Ինչի մասին է խոսքը, Գևորգ ջան, որովհետև քանի որ ես լեզուներ գիտեմ, կարող եմ մեկը տեսնել այսպես ուղիղ հարձակում գործել եւ ուղիղ բացահայտել ինչա վիճակը, եւ ինձ չեն կարող ասել, այ ինքը նախկին էր բան, որովհետև դա շատ դժվար է։ Իհարկե իրենց սա ասես, իրենք կարող է քմծիծաղ տան, որովհետև կասեն նման բան չկա։ Որովհետև դիրեկտիվ չկա։ Տեսեք, Ֆրանսիայում դիմադրությունը պետենի օրոք որ սկսեց ձևավորվել։ Ռեզիստանսը։ Այդ ռեզիստանսը ոչ միայն բանա գերմանացիներից էր թակուն բանանում ձևավորվում, այլ նաև Ֆրանսիայի իշխանություններից, որտեղ Ֆրանսիայի իշխանությունները ձևավորել էին այդ պարտվողական խոսույթը եւ այն մտավորականները, փայլունագույն ուղեղները, եթե մեկը հիմա կարդա Կամյուի նամակներ գերմանացի ընկերոջը, այն ամենադաժան բանում Փարիզի ամենապարտված օկուպացված տարածքում, եթե նա կարդա, դա կհասկանա, որ այնքան ուժեղ էր այդ ոգին։ Այդ մարդիկ թաքնվում են եւ իշխանություններից եւ գերմանացիներից, ոնց է։ Հիմա ես կարծում եմ, որ մտավորականի իսկական արևմտամետի եւ իսկական հոգեբանական քրող է, որտեվ իսկապես պետք է մենք արժեքից խոսենք։ Այո, որտեվ հիմա ինձ որ ասում են, որ շատ սարսափելի բաներ են կատարվում եկեղեցու շուրջը, ես ասում եմ նաև շատ դրական բաներ են բանը, որովհետև այս հարձակումը եկեղեցու վրա եկեղեցուն քնից կհանի եւ հանում արդեն եւ մարդկանց քնից կհանի։ Ես ասում եմ մեկ պետք է շնորհակալություն հայտնենք Փաշինյան Նիկոլին, որ ժողովրդին բերեց հավատքի, իրական հավատքի։ Իհարկե, այո, մի փիլիսոփայական հարց է, իսկ կարող է նաև սա այս ինչ որ տեղում ընդհանրապես այս մղձավանջը ես կասեի, արդյոք սա միգուցե ինչպես որ դուք եք նշում եկեղեցուն պոզիտիվ ձևով նայելով, որ ինքը դա կարող է օգնել, այո, եկեղեցին հետ է մնացել իրական կյանքից եւ շատ հաճախ ինքը չի հասկացել կամ չուզեցել հասկանալ, որ աշխարհը փոխվել է եւ ինքը համակալ պիտի գնա այդ առումով, օրինակ բողոքական եկեղեցին շատ ավելի պատրաստ է եղել ժամանակակից մարտահրավերներին։ Իրենք մի փոքր մնացել են իրենց խցում, հիմա եկել է խցերի դեմը եւ նաեւ հոգեբանական խցում։ Այո։ Հիմա բայց եկեղեցու զատ ունենք մեր հանրության խնդիրը։ Ես տպավորություն ունեմ մեկ որ հազարամյակների կարծեք մաղձ է կուտակվել։ Եվ մարդիկ առաջին անգամ հնարավորություն են ստացել ամեն ինչ ասելու, ինչ որ ընդհանրապես իրենց մեջ կա։ Լավը, վատը, խառնած, պիտանին, անպիտանը, այսպես ուղղակի sense հորդում է էլի այդ բանը, բայց միգուցե սա կբերի այդ կատարսիսին, միգուցե սա կբերի այդ մաքրվելուն վերջապես ինքնախոստովանության այս բանի, որ մենք ի վերջո հասկանանք։ Ես փորձում ուղղակի ինչ-որ մի դրական բան գտնել։ Դա կոչվում է բանը, ժողովրդական կոլեկտիվ գիտակցության մութ գիշեր, որովհետև երբ որ հնարավոր է մարդուն ասել, որ դու կարող ես վերցնել ուրիշինը, սպանել քո չուզած մարդուն, նստացնել քո չուզած մարդուն եւ դեռ ավելին, քեզ գիտեք այդ բոլորն էլ կարող են անել, բայց հոգու խորքում մի բան կլինի, որ խղճը կտանջի, բայց երբ որ նրան ազատում են այդ խղճի կապանքներից եւ ասում են դու անում ես, որովհետեւ դու արդար ես, որովհետեւ նրանք են մեղավոր, այդ պահին կոլեկտիվ անգիտակցականը բոլոր կապերը փոկելով սլանում է դեպի կործանում, բայց այդ կործանումը միշտ ինքնակործանում է, որովհետև բանական հատվածը մեկը իրան պահելու է, ոնց որ բոլշևիզմի ժամանակ, գիտեք, չէ, Ռուսաստանից 10 նավ շարժվեց, 10 նավերը կոչվում էին փիլիսոփայական նավեր, եւ այն մտավորականությունը, որ հասկացել էր ինչ էր կատարվում, նա գնաց Ռուսաստանից եւ հետո պարզեցին, որ բժիշկ չունեն, ինժեներ չունեն, իրավաբան չունեն, այո, ոչինչ չունեն, մինչև տարիներ հետո, եւ ով գիտի, սովետական միության այդպիսի տխուր վիճակը եւ փլուզումը գուցե եղավ նաեւ այդ բնակչության այդպիսի գենետիկ եւ պոտենցիալազրկումից հետո։ Քանի տարի հետո մերն եմ ուզում ասած, մեզ մոտ չասված հարյուրամյակների կուտակված խնդիրներ կան, որոնք ուղղակի
ձևը չգիտեն ասելու եւ չգիտեն այդ մշակույթը չունեն ասելու։ Նախ պետք է ջարդել ռուս-թուրքական դիխոտոմիան, այսինքն չկա տենց բան, չկա ով որ ռուսների հետ է, նա թուրքերի հետ չի բանը, եւ ով որ թուրքերի հետ է, նա ռուսների հետ չի։ Բայց այդ դեպքում եվրոպականը պետք է չլինի։ Եվ երկրորդը պետք է մարդկանց ուղղակի հասկացնել, որ եթե 3-4 ատրիբուտ իրանց կյանքից դուրս գա, լեզուն, բանը հայկականությունը եւ եկեղեցին, եթե այդ 3 ատրիբուտը դուրս գա, իրենք դառնալու են բան այն բոլոր կներեք, երբ որ ասում եմ իրանք քրդերի նման կլինեն, ես նկատի ունեմ, որ ասորիների նման կլինեն, պետություն չեն ունենա։ Իրենք պետություն չեն ունենա եւ թող արդեն իրենք որոշեն, թե ուր են գնում։ Անժան, շնորհակալություն։ Շնորհակալություն նաեւ ձեզ ելի հեռուստատողներ, որ հետևեցիք մեր այս հետաքրքիր քննարկմանը։ Հյուրընկալել են քաղաքագետ Անուշ Սեդրակյանին, հաջողություն ձեզ։